Իմ սրտի մեջ կա այնպիսի հայրենիք, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ հայ հեղափոխական դաշնակցությունը որոշում են կայացրել շարունակելու համագործակցությունը։ Մեզ միացել է առաջ կուսակցությունը, բազմաթիվ հասարակական հանրային գործիչներ եւ առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք միասնաբար Հայաստան դաշինքով։ Մենք մեր պատմությունից եւ անցյալից չենք հրաժարվում։ Դա անկախություն կերտելու, Արցախ ազատագրելու, պետություն կառուցելու եւ արժանապատիվ ապրելու պատմություն է եւ ապագայի պատմություն։ Արժևում սովորական ընտրություններ չեն։ Սա մեր թիրախը մեկն է, գործող իշխանությունը։ Մենք շարժվելու ենք այդ սկզբունքով եւ այդ նույն պահանջն ու ակնկալիքը ունենք ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերից։ Մեզ սպասվում է համազգային քննություն։ Կամ մենք, կամ նրանք։ Մենք ընտրում ենք Հայաստանը։ Մենք ունենք ծրագիր, փորձառու թիմ, կամք եւ վճռականություն Չարիքի այս ռեժիմը հեռացնելու, մրցունակ եւ անվտանգ պետություն կառուցելու համար։ Մենք դա կարող ենք եւ անելու ենք միասին։ Պարզ երկինք, խաղաղ երջանիկ։ Իշխանափոխությունից հետո անհապաղ պետք է վերանայվի համայնքների խոշորացման անտրամաբանական ընթացքը։ Նույնիսկ ամենահոռետեսական երազներում դժվար էր պատկերացնել, որ կգա մի ժամանակ, երբ ստիպված կլինենք հենց Հայաստանի իշխանություններից պաշտպանել հայ ինքնության հիմնական հենասյուներից մեկը՝ հայ առաքելական եկեղեցին։ Այստեղ եւս մեր անելիքը հստակ է՝ եկեղեցու սահմանադրական իրավունքի վերականգնում։ Իսկ հիմա թիրախում մեր գոյությունն է, եւ հետեւաբար սա ոչ թե զուտ քաղաքական, այլ գոյաբանական պայքար է։ Եվ այս պայքարում մենք պարզապես ձախողելու իրավունք չունենք։ Չի կարող հայրենիք հանձնողը եւ հայրենիք կառուցողը նույնը լինել։ Չի կարող նույնը լինել ինքնության դեմ պայքարողը եւ այդ ինքնության համար նահատակվելուն պատրաստ եղողը։ Մեր առաջարկը մեր հանրությանը անվճար բարձրագույն կրթություն բոլոր երիտասարդների համար։ Մենք ուզում ենք փոխել միջավայրը։ Մենք ուզում ենք փողոցից ու տելեգրամյան անանուն էջերից ետ բերել մեր լուսավոր երիտասարդությանը ու բերել իրենց դեպի լույսը, դեպի կրթությունը, դեպի գիտությունը ու դեպի զարգացումը։ Ուստի մեր առաջարկն է միասին անցնենք այս այլընտրանք չունեցող ճանապարհը, որովհետև մենք միասին կարող ենք լինել այն փոփոխությունը, որը կբեկի պատմության ընթացքը։ Սիրտ զարկիր ունենանք երկիր, միասին կարող ենք կյանքը քո զորացնել։ Տնտեսական քաղաքականությունը միտված է լինելու Հայաստանի մրցունակության բարձրացմանը, Հայաստանը իրապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելուն։ Արտադրված է Հայաստանում մակնշումը հոմանիշ է լինելու տեխնոլոգիական առաջընթացի։ Վերանայվելու է եկամտային հարկի գանձման ներկա համակարգը, վերադառնալու ենք պրոգրեսիվ համակարգին, շատից շատ, քչից քիչ։ Խրախուսվելու է աշխատատեղերի ստեղծումը, տարեկան 30-ից 45 հազար կայուն աշխատատեղերով կնվազեցնենք գործազրկությունը։ Հայաստանում աշխատող աղքատներ չպետք է լինեն։ Աշխատանքը պետք է հպարտության եւ բարեկեցության գրավական լինի։ Մենք բարձրացնելու ենք նվազագույն աշխատավարձը, այն հավասարեցնելով
կենսապահովման նվազագույն զամբյուղին։ Բազային կենսաթոշակը բարձրանալու է 50%-ով եւ ամեն տարի ինդեքսավորվելու է։ Լույսով լի մեր տունը, տարածվի արդար մեր անունը, հայ Հայաստանը մերն է, սերն է տունը։ Մեզ փորձում են համոզել, որ Արցախի կորուստը անկախություն է, իսկ ինքնությունից հրաժարումը խաղաղություն։ Ուստի առաջիկա ընտրությունները պարզապես տնտեսական ծրագրերի կամ լավ սոցիալական խոստումների մասին չեն միայն, ես հավատում եմ ու համոզված եմ, որ հայ ժողովուրդը ընտրելու է Հայաստանը։ Ինքնությունը մեր պետության վերջին սահմանն է, մեր վերջին խրամատը, եւ եթե այսօր զիջենք մեր ինքնության սահմանները, վաղն անկարող ենք լինելու պաշտպանել մեր պետության ֆիզիկական սահմանները։ Թույլ չենք տալու որևէ մեկին նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը։ Թույլ չենք տալու որևէ մեկին հակադրության մեջ դնել Արարատն ու Արագածը։ Արարատն էլ, Արագածն էլ, Խուստուփն էլ, Իշխանասարն էլ մերն են։ Մերը մեր ինքնության տարբեր գագաթներն են, բայց մերը, ինչպես մերն են և Մայրաթոռը, և Դադիվանքը, և Ամարասը, և Տաթևը, և Վառնավանքը, և Սուրբ Ղազանչեցոցը, և Խորվիրապը, և Գանձասարը։ Եվ սա սադրանք չէ այն, ինչ ես հիմա ասում եմ, ինչպես որոշ վախկոտներ կնկարագրեին։ Եվ ոչ էլ պատերազմի կոչ, այլ տիրոջ իրավունքն է սեփական, պատմական, մշակութային ժառանգության նկատմամբ։ Թույլ չենք տալու որևէ մեկին նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը։ Ես հավատում եմ, վարկյան անգամ կասկած չունեմ։ Մենք ոտքի ենք կանգնելու, կառուցելու ենք անվտանգ և մրցունակ պետություն, ամուր պահելով մեր ինքնությունը և չդավաճանելով մեր պատմությանը։ Ժամանակն է, որ ես նաև հայտարարեմ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուի անունը։ Ուստի, Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն է Արցախի հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան։ Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է։ Վստահ է, որ այն չարը, որը մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է։ Ես նրանց հետ պայքարի մեջ եմ մտել հենց իշխանության իրենց գալու առաջի օրերից։ Եվ չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռացվեն։ Հայաստան դաշինքի համար մեր ինքնությունը, մեր պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են ժամանակակից և հզոր պետություն կառուցելու համար։ Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից, որպեսզի համատեղ ուժերով չեզոքացվեն բոլոր սպառնալիքները։ Կարևորը այն է, որ ես և մեր թիմը սիրում ենք այս հողը, այս երկիրը, այս ժողովրդին և ունակ ենք ապահովել նրա անվտանգությունն ու բարօրությունը։ Մեր երեխաների ապագայի համար և հանուն ուժեղ և անկախ Հայաստանի։ Միասին մենք կարող ենք։ Միասին կարող ենք կամքը քո ամրացնել